Բարև Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Հարությունյան, երեք դուք ձեր կուսակցության երիթևը նամակներ էր հանձնում Եվրամիության Երևանյան գրասենյակ, խնդիրը, որը բարձրաձայնվում էր նամակով, պարոն Գալստյանի, Խաչիկ Գալստյանի եւ եւս մեկ ձեր կուսակցական ընկերոջ կալանավորումն ու ապօրինի անազատության մեջ գտնվելն է, ես ուզում եմ հարցնել. Պարոն Հարությունյան, ինչ ակնկալիք ունեք այս գրասենյակից, որը 2024 թվականի հունիսյան դեպքերի ժամանակ, երբ որ ազգային ժողովի մոտ իշխանությունը կրակում էր ժողովրդի վրա, խաղաղ ցուցարարների վրա, կոչ էր անում ցուցարարներին զսպվածություն ցուցաբերել։ Լավ հարց եք տալիս, բայց գիտեք, եկեք մի քիչ խնդիրը ավելի խորքային նայենք։ Եթե այս տրամաբանությամբ մոտենանք հարցին, պետք է ասենք, օրինակ, երկրում չի լինի իշխանափոխություն։ Ինչի համար, որտեղ մի անգամ փորձեցիր, չեղավ իշխանափոխություն, ուրեմն պետք չի փորձել, որ լինի իշխանափոխություն։ Երկրում տարբեր սոցիալական խնդիրներ չպետք է լուծվեն, որովհետև մի անգամ բարձրաձայնեցիր, լուծում չեղավ, ուրեմն երկրորդ անգամ կամ հինգերորդ անգամ բարձրաձայնելու իմաստ չկա։ Սա նաև հասկանում ես հարցը ինչից է գալիս, իր օբյեկտիվ պատճառները, բայց նախ եւ առաջ այս խնդիրը կա մեր հասարակության մեջ, յուրաքանչյուրիս մեջ։ Մենք ասում ենք, դե լավ, խոսեցինք բանկ փոխվի, գնացինք ընտրության բանկ փոխվի, դուրս եկանք փողոց բանկ փոխվի, խնդիրը որ բարձրացրեցինք բանկ փոխվի, այո կփոխվի, այո կփոխվի, բայց փոխվելու համար պետք է լինել հետևողական ու համառ, ոչ թե մտածել, այ մի հատ փորձեցինք չեղավ։ Եթե նայում ենք այն օրինակը, որ դուք նշեցիք, կան շատ օրինակներ, երբ նույն Եվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում ուղղակի աշկ է փակում։ Եթե նայում ենք տարբեր իշխանությունների ժամանակ եվրոպական կառույցները, դեսպանատները, թվում եւ ամերիկյան, տարբեր իրավապաշտպան միջազգային կառույցներ, ինչպիսի խնդիրներ էին բարձրացնում, դրանք իհարկե շատ ավելի սուր են, քան թե այս իշխանությունների ժամանակ են այդ գնահատականները, հնչեցում նշածս կառույցների կողմից, բայց այն ժամանակ էլ դրանք բավարար չէին։ Հավատացնում եմ, հասարակության մի մաս ասում էր ինչ-որ կողմերին զսպող, բան անող, այսպես հավասարակշռող հայտարարություններ էին անում։ Եւ արձագանքը շատ ավելի կոպիտ էր եւ կոշտ էր, քան հիմա։ Անկասկած, այս իշխանությունների ժամանակ այդ կառույցները շատ իրենց ավելի լոյալ են պահում, աշկ են փակում տարբեր ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հալածանքների մասով։ Ինչից էլ օգտվում է Նիկոլ Փաշինյանը, բայց նշածս կառույցներն էլ կորցնում են հասարակության մոտ իրենց վստահությունը, վարկանիշը։ Խաչիկ Գալստյանի, պրոֆեսոր, Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ, Արամ Քոչարյանի, Էռնեկյան դպրոցի փոխտնօրեն, կուսակցության Էջմիածնի տարածքային կառույցի պատասխանատու եւ այլ քաղաքական գործիչների, լրագրողների, սրբազանների հանդեպ իրականացվող քաղաքական ճնշումները դրանք ակնհայտ են ու ինչքան էլ փորձեն միջազգային կառույցները չտեսնելու տալ, մենք անընդհատ պետք է բարձրացնենք այդ հարցերը, որպեսզի չկարողանան խուսափել, թեկուզ զուսպ, թեկուզ ավելի քիչ, հետո կա նաև գիտեք ինչ, տարբեր ֆորմատներ, մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք այն տեղեկատվությունը, որ լինում է հրապարակային, բայց իրենք նաև հանդիպում են, այդ անձնական զրույցների ժամանակ են այդ մտահոգությունները փոխանցում։ Իսկ որպեսզի փոխանցեն, մենք պետք է հետևողական լինենք ու նաև հնարավորին անենք, որպեսզի ստանանք նաև հանրային գնահատական։ Ես պիտի նաև հիշեցնեմ, որ այդ նույն կառույցի ներկայացուցիչները, նկատի չունեմ Երևանյան գրասենյակի, այլ Եվրամիության շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունելի են համարում Հայաստանում մոլդովական սցենարի կիրառումը, ինչը ենթադրում է
այսպես կոչված դրանցում իրենք կպիտակավորեն գործականներ, այդպիսի կազմակերպությունների, այդպիսի կուսակցությունների չգրանցումը, ընտրապայքարից հեռացումը եւ այլն։ Ուզում եմ ասել, մի փոքր չափազանցված չէ այդ կառույցից ակնկալիքը, գոնե այս պահին, երբ նախընտրական փուլում ենք։ Ձեր նշած խնդիրը մենք չունենք, այսինքն mēs չենք կարող որակել որպես օտարերկրյա, չգիտեմ, ֆինանսավորում ունեցող եւ այլ, այսինքն մենք հայրենի կուսակցությունը նման խնդիր չունի։ Ինչքան էլ ուզենան, չեն կարողանալու բերեն կպցնեն այդ դիտակը։ Գիտեք, հիմա թող մտածեն այն ուժերը, ովքեր եթե ունեն իհարկե, ու եթե իշխանությունները այդ գործիքակազմը կիրառեն, բնականաբար պետքա բերեն հիմնավորումներ։ Եթե կլինի նման process, կնայենք։ Հիմա ասում ենք Եվրամիությունը առնվազն Մոլդովայի օրինակը, երբ որ դիտարկում ենք, իրանք ողջունել են, գաղտնիք չի, որ երկակի ստանդարտների բան կա, մոտեցում կա, ու նաև գաղտնիք չի, երբ որ մենք ասում ենք ժողովրդավարություն, արժեքներ, դրանք հիմնականում կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ու հետևաբար մենք այն ուժը չենք, որ մեր հույսը դնենք, որ այ պետքա, չգիտեմ, բոլորը դրսից անել։ Հայրենի կուսակցություն չի մտածում, որ գալու են Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից կամ, չգիտեմ, Չինաստանից մեր խնդիրները լուծել։ Մենք այս առումով շատ ենք տարբերվում քաղաքական դաշտի շատ խաղացողներից։ Պարոն Հարությունյան, տեսեք, երբ ասում եք մենք այդ խնդիրը չունենք, մյուս կուսակցությունները, որոնց պիտակավորում են այդպես, խոսքը թե դաշնակցության մասին է, չեմ վախենա հանուններ հնչեցնել, թե Մեრძևովի մասին է, որը այլևս որպես կուսակցություն գրանցված է, իրենք նույնպես իրենց մասով էլ դեռ որևէ հիմնավորում ըստ էության չի հնչել եւ չի ներկայացվել։ Հիմա երբ որ դուք ասում եք մենք այդ խնդիրը չունենք, ով ունի թող իր մասին մտածի։ Հիմա օրինակ ձեզ համար ցավալի չէ կամ ցանկալի չէ լինի, որ երբ դուք որևէ նմանատիպ ակցիա եք կազմակերպում կամ փորձում եք ինչ-որ հարց բարձրաձայնել, ձեզ նույնպես միանան ձեր մյուս ընդդիմադիր դաշտում եղած մյուս ընդդիմադիր ուժերը։ Ուզում եմ ասել, նույնիսկ այսպիսի հարցերում այդպես տարանջատում դնել է, ասել թող իրենք մտածեն եւ այլն։ Սա խնդիր չէ, սա գլխավոր խնդիրը չէ, եթե կուզեք մեր քաղաքական դաշտի եւ հատկապես ընդդիմադիր դաշտի։ Ցավոք սրտի այս տարիների ընթացքում ընդդիմության միասնականության մասին ինչ որ միֆեր են կուտակվել։ Ինչի մեջ մեղքի բաժին ունենք մենք, ամեն մի կուսակցություն իր չափով, ընդդիմադիր ամեն մի կուսակցություն։ Բայց պետք է մի բան հստակ հասկանալ։ Եթե կուսակցություն է, ունի կուսակցության ղեկավար կազմ, կուսակցության նախագահ, ունի անուն, ունի կառույցներ, նշանակում է ինքը տարբերվում է մնացած կուսակցություններից։ Սա եկեք ֆիքսենք։ Չկա այն հասկացությունը, որ ասում են, բան, կարա ընդհանուր ձևակերպում լինի ընդդիմություն, բայց ընդդիմությունը բազմաշերտ է, տարբեր ուժեր են։ Բնականաբար շատ բազմաշերտ է։ Հիմա ես չեմ կարող խոսել, նշում եք դաշնակցության անունով։ Դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, պատմություն ունեցող, ճանապարհ անցած կուսակցություն է, չեմ էլ լսել անկեղծ ասած, որ ասեն դաշնակցությանը ազգային ժողովում էր, բղավում էր, չի քիշում, ներկայացումներ էր անում։ Այսինքն, քանի այդ process-ը չկա, ես չեմ կարող գնահատական տալ։ Կա վարկած, կա խոսակցություններ։ Դրա համար եմ ասում, իրենք պետք է մտածեն։ Չկա process, որ մենք կարողանանք քաղաքական գնահատական տալ։ Մեր մասով ես գիտեմ, մեր իրականությունը, հա, մեր կուսակցությունը, ասում եմ, դրա համար ասում եմ, չկա։ Մենք նման խնդիր չունենք։ Իսկ ձեր նշած հաջորդ ուժը Ուժեղ Հայաստանը, հիմա իրանք դեռ համագումար ոնց հասկացա նոր պետք է անեն, կլինի կուսակցության հասկանանք ովքեր են կազմը, ավելի ինստիտուցիոնալ կդառնա, շարժման մասին արդեն տեղեկատվությունը բնականաբար կա, տեսնում ենք ինչ են անում, նույն ժամանակ հասկանանք, հիմա ժամանակից առաջին չընկնամ։ Ճիշտ եմ հասկանում, որ հայրենի կուսակցությունը ունի որոշում ընտրություններին մասնակցելու։
Այո, հայրենի կուսակցությունը ունի որոշում ընտրություններին մասնակցելու, ինքնուրույն մասնակցելու, ընդ որում, իհարկե չեմ բացառում, գուցե քաղաքական իրավիճակի որոշակի փոփոխություններ լինեն, քննարկենք դաշինքային տարբերակը, բայց այս պահին մենք շատ ակտիվ մեր կարողություններն ենք մեծացնում, մեր ուժերն ենք մեծացնում, ամրապնդում ենք կուսակցության դիրքերը, նաև դա է պատճառը այս իշխանությունների կողմից ճնշումների մեծացման գլխավոր պատճառը։ Պարոն Հարությունյան, ընտրությունների որպես այսպես դեպի ընտրություններ գլխավոր այսպես քննադատություններից մեկն էլ կուսակցությունների եւ ընդդիմադիր հատկապես կուսակցությունների այն է, որ պետք է ավելի լավ հաշվարկել ձայները եւ հնարավորությունները, վարկանիշները, որովհետեւ այնտեղ ձայների փոշիացման խնդիր կարող է առաջանալ։ Օրինակ, չգիտեմ, դուք լսել եք, ձեզ հասել են այդ քննադատությունները, թե ոչ, նաեւ աղարշապատում այդ քննադատությունը կար, ասում էին, եթե միավորվեիք, օրինակ, Սևակ Խաչատրյանի հետ, կարող էր ավելի ծանրակշիռ լինել ներկայությունը ավականիում։ Այս քննադատություններին ինչպես եք արձագանքում, ինչ եք մտածում սրանց մասին։ Իհարկե ծանոթ եմ, նույնիսկ գիտեմ, խոսել եմ բազմիցս, անդադ չեմ ուզում դրան անդրադառնալ այդ շրջանակները, որոնց հարող անձանց կողմից են եղել, ձայներ, չգիտեմ, փոշիացնելու, մի կարճ բան կասեմ ընդհանրապես ու անցնենք առաջ։ Տարբեր համայնքային ընտրություններ են եղել հանրապետությունում 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո, որտեղ մենք ունեցել ենք գնահատել ենք մեր կարողությունը, մասնակցել ենք, անցել ենք, ունենք մեր ավականու կազմերը։ Հիմա այդ ինտենսիվ ինչ որ տենց մեծ քննադատելու ցանկություն ունեցող անհատներին կամ շրջանակների ներկայացուցիչներին կարամ նույն հրապարակային հարց տամ, բայց ինչի բոլոր համայնքներում չեք մասնակցում։ Ինչ չեք մասնակցում բոլոր համայնքներում։ Հաշվարկում են իրենց հնարավորությունները։ Այսինքն հաշվարկում են, ասում են վստահ չեն, որ կկարողանան ինչ որ ներկայություն ունենալ միգուցե։ Եվ գերադասում են զերծ մնալ։ Իսկապես, եթե նման ուրեմն վստահություն իրանք չունեն, պետքա նաև այդ ընդունեն, որ կա Նիկոլ Փաշինյան, ազգային ժողովում մեծամասնություն ունի, վարչապետ է, ու այդ մանդատները, որ իրանք պահել են, այլ օրակարգ չկա։ Այսինքն իրան գնացել են ազգային ժողովում որպես падգամավոր առօրյա խնդիրներով զբաղվելու։ Այսինքն իրենք ոչ թե մանդատները պահել են անվստահություն հայտնելու փողոցային պայքար գեներացնելու այս տարիների ընթացքում, այլ գնացել են տարբեր սոցիալական, չգիտեմ, այլ խնդիրներին անդրադառնալու։ Եթե ես սկսեմ այդ մասին խոսել, ուրեմն մեզ այս առումով ներողություն, մեզ քննադատեն, ամեն մեկին կարելի է քննադատել, մեզ համար երբ որ մենք տեսնում ենք առողջ քննադատություն, անկեղծորեն շնորհակալ ենք, որովհետև այդ քննադատության արդյունքում մենք հասկանում ենք ինչ սխալներ ունենք, բացեր ունենք, շտկում ենք այդ բացերը։ Բայց երբ որ փորձում են քաղաքական դիվիդենդներ հավաքել, գիտեք ինչ, այնքան փաստեր կներկայացնեմ, որ ուղղակի հետո սկսելու են խնդրել, որպեսզի այս process-ը դադարացվի, այնպես որ խորհուրդ եմ տալի ամեն մեկը զբաղվի իր կուսակցությունով, իր գործերով, ուստի այնտեղ քիչ բերանները բաց են։ Նիկոլ Փաշինյանի հեռացման մասով հանուն արդարության իհարկե այստեղ մենք չունենք որևէ մեկը ով կպաշտպանի իրեն շահերը, ես չեմ հավակնում պաշտպանելու իրեն շահերը որևէ մեկի, բայց ուղղակի նշեմ, որ այս տարիների ընթացքում 2021 թվականից հետո գոնե եղան են բազմաթիվ փորձեր, այդ թվում ես շատ լավ հիշում եմ նաև պարոն Վանեցյանի նախաձեռնությունը, երբ օպերային հրապարակ գնաց եւ ասաց չեմ հեռանա մինչեւ հիմա թե դա թե մյուսները այս կամ այն պատճառով չեն հաջողել, բայց ասել, որ չի եղել, այնքան էլ անկեղծ չի լինի։ Ես շատ հստակ արտահայտվեցի։ Երբ որ նշում եք, ասում եք պարոն Վանեցյանի, այսինքն հայրենի կուսակցության եւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, որ եղել է պայքար, ընդ որում մի քանի անգամ, որ այդ ուժերի ամենատարբեր ներկայացուցիչներ
անկեղծորեն ամեն բան արել են, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, անցել են բազմաթիվ քաղաքական ճնշումների միջով, դա անուրանալի է։ Ի վերջո անկախ կուսակցությունների, քաղաքական ուժերի տարբերություններից ես ինքս այդ մարդկանց հետ անցել եմ այդ ճնշումների միջով ու ունեմ շատ հարգալից վերաբերմունք իրենց հանդեպ, անկախ մեր ունեցած տարբեր հարցերի շուրջ, քաղաքական այլ մոտեցումներից։ Ես խոսում եմ ազգային ժողովում լինել չլինելու մասին։ Այդ որ նշում եք, ասում եք, ասենք իրենք էլ են արել, դա ես նշեցի, ես չէ էլ հերքում որ արել են, ավելին ասում եմ, որ իրենք մեծ աշխատանք են արել, բայց իրենց մեկնաբանությունը երբ որ եկավ ժամանակը նույն ազգային ժողովում մնալ չմնալու, Արտուր Վանեցյանը հայտարարեց, որ չի տեսնում ազգային ժողովի միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, մանդատը դրեց, թողեց գնաց, դուրս եկավ ազգային ժողովից։ Ու հիմա մենք տեսնում ենք ընդամենը մի 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենալու, մինչև հիմա այդ իշխանափոխությունը տեղի չունեցել։ Ես խոսում եմ սրա մասին։ Ընդհանրապես, գիտեք, եւ ես եւ հայրենիք կուսակցության իմ ընկերները, գործընկերները աշխատում ենք միշտ խոսել մեր ծրագրերի, մեր մոտեցումների մասին, չենք ուզում գնալ մտնել ուրիշին ինչ որ դասեր տալու կամ դիվիդենտներ հավաքելու, որովհետեւ են տալիս ամեն մեկը զբաղվի իր գործով։ Դուք ընտրությունների միջոցով իշխանափոխության հավանականություն եւ հնարավորություն տեսնում եք։ Իհարկե տեսնում ենք։ Եթե մենք այդ հավանականությունը, այդ հնարավորությունը չտեսնենք, ուղղակի չպետք է մտածենք, հայտարարենք ազգային ժողովում ուրեմն ընտրություններին մասնակցելու մասին։ Մենք համարում ենք նույնիսկ ամեն մի համայնքում, երբ որ դու կուսակցությունը թեկուզ ունենում է փոքր խմբակցություն, մասնակցում է այդ ընտրություններին, ավելի է մեծացնում հավանականությունը։ Գիտեք, մենք տեսնում ենք, չէ՞ ինչ իրավիճակ է երկրում։ Բռնաճնշումներ, վախի մթնոլորտ, իշխանությունը բոլոր կարմիր գծերն անցել է, այն նախկին բոլոր իշխանությունների մեղքերը, քաղաքական ճնշումները, որ գումարես իրանց, Նիկոլ Փաշինյանին կեսին չի հասնի։ Այսինքն ինքը գերազանցել է բոլորին։ Ինչ անենք, ասենք, դե թող շարունակեն, ոչ, ամեն համայնքում պետքա փորձել։ Պետքա փորձել գնալ իրավիճակ փոխել։ Ինչ չափ կստացվի։ Հնարավորությունա, որի վրա աշխատելով քո ռեսուրսները մեծանում են։ Այսինքն կուսակցությունները ինչքան շատ ներկայացված լինեն, մեր խնդիրը իրականում մարզերում է։ Ընդդիմադիր ուժերի խնդիրը մարզերում է։ Ու ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ 30 տարի շարունակ։ Այն մարդիկ, ովքեր գիտեն քաղաքական դաշտի, հայաստանյան քաղաքական դաշտի պատմությունը, ուսումնասիրել են կուսակցությունների տարբեր ժամանակների կուսակցությունների գործունեությունը, միշտ գալիս են այն եզրահանգման, որտեղ փաստերն են խոսում։ Իշխանությունները առավելապես հաղթել են մարզերի շնորհիվ, որովհետև մարզերում, գյուղերում շատ ավելի վարչական ռեսուրսը հեշտ է օգտագործել։ Հիմա դուք դա փոխելու համար ինչ հնարավորություններ եք տեսնում։ Մենք, գիտեք, մենք չենք ասում, մենք այն քաղաքական ուժն ենք, որ ասում ենք, այս ընտրություններին 50% ձայն ենք տանելու։ Մենք մենակ կարող ենք, այդ իշխանափոխությունը անել։ Մենք ասում ենք, որ մենք ունենք, մենք գնում ենք հաղթելու նպատակով, մենք անում ենք աշխատանքներ, ինչ չափի մեզ կհաջողվի այդ աշխատանքը, այդ արդյունքը ունենալ, մենք այդ արդյունքը կունենանք։ Կան եւ այլ քաղաքական ուժեր։ Տեսնենք, ով ինչ չափի արդյունք ունի, հետո քննարկվի ոնց որ ցանկացած երկրում է բնականաբար այդ թվում Հայաստանում կոալիցիոն սկզբունքով կամ համագործակցության ինչ ձև է հնարավոր հեռացնել այս իշխանությունը։ Երբ ընդդիմությանը քննադատում են շատ անկախ փորձագետներ եւ մարդիկ, ովքեր քաղաքական տեխնոլոգիաներին են տիրապետում, նրանք նշում են, որ դիմության յուրաքանչյուր ներկայացուցիչ, յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր համար հստակեցնի, ինքը գնում է խորհրդարանական ընտրությունների, ուզում է մտնել խորհրդարան, այնտեղ ընդդիմություն աշխատելու, թե գնում է իրապես փոփոխություններ կատարելու եւ իշխանություն վերցնելու։ Հիմա դուք վստահ եք, որ գնում եք
խորհրդարանական ընտրությունների մասնակցելու, այո, հենց իշխանափոխություն անելու նպատակով։ Ավելի քան վստահ ենք, որ գնում ենք ընտրություններ իշխանափոխություն անելու։ Կհաջողվի թե ոչ, սա մի քիչ գիտեք, դեռևս ժամանակ կա, մանավանդ երբ որ ունենք անհերքելի վախի մթնոլորտ երկրում տարածված, ու ասել, որ չափով կհաջողվի կոտրել այդ վախի մթնոլորտը, որ չափով չի հաջողվի։ Հիմա ես անշնորհակալ գործ կլինի, այդ կանխատեսումը անեմ, բայց ասածը չի նշանակում, որ եթե դու մենակ, մի քաղաքական ուժ 50% չի կարում հավաքի, ուրեմն գնում է օրակարգը, չգիտեմ, իշխանության օրակարգով կամ գնում է ազգային ժողովում ընդդիմություն աշխատելով։ Իրականում աբսուրդ է, որ ազգային ժողովում օրինակ, հասել ենք մի կետի, երբ ընդդիմադիր ֆրակցիա լինելը դա դարձել է պարսավանքի բան, առարկա, որ եթե իշխանափոխության չես հասել, չէ՞։ Դուք եք քիչ առաջ քննադատում։ Այստեղ շատ տարբեր նյուանսներ կա։ Մի բան է, երբ որ դու ասում ես, օրինակ անցած պատերազմից հետո, չէ՞, անցած ընտրություններից հետո ասում էր, որ կա մի օրակարգ, ես իշխանությանը հեռացնել եմ։ Ոչ թե այնտեղ տարբեր թեմաներով քվեարկություններին մասնակցելը, գործողություններին գնալը, պրեմիաներ ստանալը եւ այլն։ Այսինքն երկրում ոչ ստանդարտ իրավիճակ էր, դրանով պայմանավորված կար մեկ օրակարգ, ես իշխանությանը հեռացնել։ Հենց դրա համար Վանեցյանը ասաց, որ չի տեսնում ազգային ժողովում, մանդատը դրեց գնաց։ Եթե լիներ նորմալ իրավիճակ երկրում, բնական է, չէ՞, կուսակցությունը ունենում ազգային, եթե կարում է անցնում ազգային ժողով, ունենում է իր ֆրակցիան, անդրադառնում է տարբեր խնդիրներին, նույն գործողումներին էլ է գնում, քվեարկություններ էլ անում եւ այլն։ Այսինքն այստեղ տարբերությունը ստանդարտ եւ ոչ ստանդարտ իրավիճակի մեջ է։ Իսկ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք։ Մենք պետքա հնարավոր բոլոր քաղաքական գործիքները աշխատեցնենք, որպեսզի ունենանք նոր որակի իշխանություն, որը կգա մեր կյանքում բան կփոխի։ Մեր նպատակը մենակ, գիտեք, այն չի, Նիկոլը գնա, բան, չգիտեմ, մենք գանք կամ մեկ ուրիշը գա։ Նպատակը երկրում իրական փոփոխություններ բերելն է։ Մի անգամ արդեն տեսանք, չէ՞, 18 թվին, ասում էին Սերժը գնա, ով էր գա լավ է լինելու։ Հիմա Նիկոլն եկավ, լավ էր։ Ես էլ եմ անկեղծ ասած մտածել, որ իշխանափոխությունը լինի, ոնց է լինի, լավ կլինի։ Լավ չէր։ Այսինքն մեր ակնկալիքները չարդարացավ ժողովրդի։ Բայց դա չի նշանակում, եթե մի անգամ մեկը չարդարացրեց, ուրեմն պետքա հիասթափվենք ու սկսենք ընկնել դավադրությունների տեսության գիրկը։ Ամեն ինչ որոշված է, ոչ մի բան չի փոխվելու, գիտեք, ինչ խոսույթ է, բոլոր իրար հետ են ու նման բաներ։ Սիրելի ժողովուրդ, չկա նման ուրեմն բան, որ բոլոր իրար հետ են, ամեն ինչ որոշված է եւ այլն։ Որոշումը դու ես, կգաս կորոշես, կընտրես մեզ, մենք այդ փոփոխությունները կբերենք։ Ինչ չափով կվստահեք, այն չափով մենք կարողանանք բան փոխել։ Կընտրեք այլ քաղաքական ուժին, բնականաբար այդ ակնկալիքը պետքա լինի այլ քաղաքական ուժերից։ Սա շատ պարզ բան, ճշմարտություն է, որը մենք, չգիտես ինչի, միշտ հրաժարվում ենք ընդունել։ Ես ուզում եմ եւս մի էլի քննադատություն հիշեցնել, ասում են ընդդիմությունը ամենաանպատրաստն է ընտրություններին։ Բոլորս գիտենք, թե արդեն որքան ժամանակ է Նիկոլ Փաշինյանը ասես ոչ պաշտոնապես միգուցե իրականացնում է քարոզարշավը, ամենապատրաստն է, այլևս իրենց ցուցակը կա, հայտնի է իրենց ասես վարչապետի թեկնածուն, նախընտրական ծրագիրն էլ իրական Հայաստանի տեսքով եւ այլն։ Այսինքն ամենապատրաստը այս պահին ընտրություններին հենց իշխանությունն է։ Ընդդիմությունը դեռևս չի կողմնորոշվում, դեռևս փնտրտուքի մեջ է։ Հիմա խնդրեմ սրան նույնպես արձագանքեք։ Դուք պատրաստ եք։ Գիտեք, սովորաբար իշխանությունները միշտ էլ ավելի պատրաստ են լինում, դա իրողություն է, որովհետև ունեն վարչական, քարոզչական, այս իշխանությունները ոչ ժողովրդավար բնականաբար լինելով հանդերձ ամբողջ ուժային բլոկը, դատական բլոկն են օգտագործում, ինչ են այդ ամեն ինչը անում։
Հիմա մի կողմից երբ որ նայում ես այդ ճնշումների ֆինանսական օլիգարխիկ, հա, հնարավորությունների կոնտեքստում իրենք պատրաստ են, բայց երբ որ նայում ես ժողովրդի վստահության մասով, իրենք պատրաստ չեն, որովհետև եթե իրենք գնում են մարդուն ճնշելու, հա, ապօրինի կերպով, ուրեմն հալածելու, ինչ ասես անելու ապօրինությունների միջոցով, նշանակում է իրենք ֆիքսել են, որ չունեն ժողովրդի վստահությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես հիմա խոսեմ մեր հայրենի կուսակցության մասին։ Հայրենի կուսակցությունը ունի իր վարչապետի թեկնածուն, հայրենի կուսակցությունը իր գործունեությունը իրականացնում է, հայրենի կուսակցությունը շատ ինտենսիվ հանրապետության բոլոր համայնքներում անխտիր բոլոր համայնքներում աշխատանքներ է անում կուսակցության շարքերը մեծացնելու, ընտրություններին պատրաստվելու, ավելի կուռ թիմ դառնալու համար, բայց այլ հարց, որ իշխանությունը, այն էլ Հայաստանի իշխանությունը, այս Նիկոլ Փաշինյանը եւ իր ուրեմն ՔՊ-ն ունեն, նշեցի արդեն, ինչ միջոցներ քարոզչական, գիտեք, երբ որ վերցնենք քարոզչական մասը, հանրային հեռուստաընկերության եթերից չեմ հիշում, վերջին ես եղել եմ 21 թվականի ընտրությունների ժամանակ հյուր, մեր կուսակցական ընկերները այս տարիների ընթացքում երբ մի քանի անգամ են ընդամենը հյուր եղել։ Ողջ օրը ԿՊ-ն եւ իշխանամետ ուժերի ներկայացուցիչները, փորձագետները եթերներում են։ Ամբողջ օրը։ Անակնկալ է, Մեզ համար իհարկե անակնկալ չի։ Իհարկե ես ինքս շատ լավ գիտեմ ինչ է։ Դրա համար հիմա դա ֆիքսում եմ, դա խնդիր է, երբ որ անհավասար մրցակցային պայմաններ է, բայց մենք նույնիսկ գնահատելով այդ իրավիճակը համարում ենք, այո, հնարավոր է հասնել իշխանափոխության, ու ասում եմ ինչի, որտեղ մարդիկ հստակ սկսել են տարեստարի իրենց գրպանի վրա զգալ, որ կյանքը ավելի վատացել է, թանկացել է։ Ես ամենատարբեր համայնքներից տեղեկատվություն եմ ստանում, որտեղ տարբեր բիզնեսմեններ հարկային տերորի են ենթարկվում։ Մենք ինչ ենք ասում, մենք գալիս ենք արմատական հարկային համակարգը փոխելու։ Հայրենի կուսակցությունը խոստանում է, որ ոչ թե պետքա այսօր օրենքը լինի, ասեն 10 օր հետո արդեն բիզնես նոր օրենքով է աշխատելու, այլ 3 տարի օրենքը դուրս եկավ, 3 տարի հետո պետքա նոր մտնի ուժի մեջ, որ բիզնեսը ադապտացվի, պատրաստվի նոր օրենքի կիրառմանը։ Ու այսպես ամենատարբեր ոլորտների մասին մենք ունենք մեր ծրագրերը, որոնք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք, հետո ավելի ինտենսիվ։ Պարոն Հարությունյան, ասում եք բռնաճնշումները եւ այլն ավելի են ուժ գնանալու ընտրություններին ընդառաջ, որքան օրը մոտենա։ Հիմա օրինակ էլի 3 արտահերթ խորհրդարանում նիստ եղավ, որի ընթացքում անգամ չքննարկված, անգամ ընդդիմադիր падգամավորներին անծանոթ օրինագիծ բերվեց, որով փոփոխություններ կատարվեցին ընտրական օրենսգրքում, որով ըստ էության սահմանափակվում էր դիտորդական առաքելությունների, դիտորդների գործունեությունը ընտրությունների ընթացքում։ Նախ ինչի համար այսպես հուժ գաղտնիության պայմաններում առանց իրենց սիրելի հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, առանց որևէ հանրային քննարկման այս օրինագիծը բերվեց, ապա նաև արդյոք սա հերթական ճնշումների կամ հերթական լծակները, իրենց սեփական լծակները մեծացնելու համար է։ Անկասկած, այս իշխանությունը երբ որ նայում ենք այս տարիների փորձը, փաստը, քանի գնացել ավելի ոչ ժողովրդավարական մեթոդների են անցնում, օրենքների են անցնում, միջոցների են անցնում։ Կրկնում եմ, դա ունի պատճառ, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ ինչքան էլ հանրային հեռուստաընկերության Շվեյցարիա ցույց տան, մարդ երբ որ լույսը բացում հետո գալիս է արդեն քնելու ժամ, հասկանում է իր գրպանը ավելացավ, թե դատարկվեց։ Իր վարկերը ավելացան, թե նվազեցին։ Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ միշտ նվազում է, այսինքն կյանքի որակը նվազում է, վարկերն են աճում, պարտքերն են աճում, ապրանքների գներն են աճում։ Հետևաբար ինչ պետք է անի Նիկոլը եւ իր իշխանությունը, պետք է փորձեն վախի մթնոլորտ սերմանելով, ճնշելով,
ունենան որոշակի արդյունքներ։ Ինչ պետք է անի ընդդիմությունը դրա դիմացն առնելու համար։ Մարդկանց ասի, որ դու գնում ես ընտրա տեղամաս քվեարկում ես, դու քվեարկում դուրս ես գալիս, մենք քո ձայնը պահում ենք։ Պետք չի դուրս տալ, այդ մի օրը գնա քո բողոքը հայտնի իշխանությունից։ Նիկոլն եկավ չարթարացեց քո հույսը։ Պետքա փոխես Նիկոլին։ Մենք կգանք, չենք արդարացնի քո հույսը, մեզ էլ պետքա փոխես։ Այ հաջորդ իշխանությունը կվախենա։ Շատ բարձ բանաձև է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետևում եք։